Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ես վերադարձել եմ Թբիլիսի, Հայաստանի մայցից եւ այսօր ուզում եմ ձեր հետ կիսվել այն տպավորություններով, մտքերով եւ հանդիպումներով, միջոցառումներով, որոնք տեղի ունեցան իմ այցի ընթացքում եւ ուզում եմ միասին քննարկենք մի շարք կարևոր հարցեր։ Առաջի հերթին ես պետք է մեծագույն իմ շնորհակալությունը հայտնեմ ձեզ բոլորիդ, որովհետեւ այս այցի ժամանակ ինչպես նաև սոցիալական ցանցերում, Facebook-յան իմ էջի վրա, այստեղ YouTube-յան էջի վրա աննախադեպ ջերմ մոտեցում, վստահություն ես տեսա ձեր կողմից եւ դա իմ համար մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն։ Շատ ուղիղ եւ անկեղծ պետք է ասեմ, որ այո, սա մեծ պատասխանատվություն է այսպիսի գնահատական ստանալ ինչպես հայ ազգի զավակ հայ ժողովրդից։ Եվ ես ամեն ինչ կանեմ, որ պատվով կատարեմ ամեն ինչ, այն գործունեությունը, որը անհրաժեշտ է, նրա համար, որ պատվով պահեմ այս ձեր հարգանքը, վստահությունը իմ հանդեպ եւ մեր միասնական գործի հանդեպ։ Պետք է ասեմ, որ սա ամենաթանկարժեք բանն է, ինչ ես կամ առհասարակ որևէ մեկը կարա ունենալ իմ պատկերացումով։ Վստահությունը եւ միևնույն ժամանակ աջակցությունը։ Ձեր այս աջակցության շնորհիվ մենք կարողանալու ենք հասնել մեր ազգային կարևորագույն նպատակներին։ Հարգելի հայրենակիցներ, իմ այս անգամվա այցը ուներ մի քանի բաղադրիչ։ Առաջի հերթին գալով Երևան, ես իհարկե նաև անցնում եմ Հայաստանի տարբեր մարզերով, այս անգամ Տավուշի մարզով, մանրամասն ուսումնասիրում եմ, դիտում եմ, կանգ եմ առնում եւ տեսնում եմ, ինչպիսի իրավիճակ է սահմանամերձ հատվածներում, գյուղերում առհասարակ եւ այլն։ Սա իմ առօրյայի մաս է, որովհետեւ ես որևէ աղբյուրներից չեմ ստանում 100%-անոց վստահելի իմ համար տեղեկատվություն, այլ միայն այն է իմ համար վստահելի, ինչ ես ինքս տեսնում եմ եւ այո, կանգ եմ առնում Խոսքին Կիրանցում, Ոսկեպարում, նաեւ սահմանամերձ ուրիշ շրջաններում, որտեղ որ տեսնում եմ մեր ռազմական հնարավորությունների զարգացումը նկատի ունենալով այն ամրոցները, որը կառուցվում են Տավուշում հայ-ադրբեջանական սահմանը պահպանելու նպատակով, առհասարակ անվտանգային միջավայրը, որովհետև այս անգամ անցնելիս ես նաև վստահորեն եւ միտմամբ նաև այդ ոսկեպարի հատվածում անցել եմ հենց սահմանի գծով, այլ ոչ թե այն ճանապարհով, որը գիտեք այլընտրանքային ձևավորված է եւ այո, անվտանգությունը այդտեղ այս պահին ապահովված է, ինչը հիմք է մեր ընդհանուր այդ խաղաղության օրակարգի եւ անվտանգությանը եւ անվտանգություն կառուցելու։ Սա բաղադրիչ է նաև այցի։ Այցը սկսվեց մի քանի կարևոր հարցազրույցով։ Հարցազրույց եմ տվել Factor TV-ին, որը գիտեք, որ շատ չեզոք հեռուստաընկերություն է եւ հնարավորություն կար մի շարք հարցեր այդտեղ քննարկելու կարևոր, միևնույն ժամանակ դուք նաև հնարավորություն ունեք, որ կարդաք հոդվածը, որը իմ Facebook-յան էջի վրա կիսվել եմ, որը հիմնված է Factor TV-ին տված իմ հարցազրույցով։ Բացի դրանից հարցազրույց եմ տվել Հայկական ժամանակին, նաև հանրությունը գիտի Հայկական ժամանակի մոտեցումները եւ լրատվական քաղաքականությունը եւ առաջին AM-ին։ Այդ բոլոր հարթակները տարբեր են իհարկե իրենց մոտեցումներով, բայց բոլոր այդ հարթակներում ես փորձում եմ այն օրակարգը տանել, որը մեր համար այս փուլում ամենակարևորն է, իսկ դա ինքնիշխան պետություն ձևավորելը եւ կառուցելն է։ Ամենակարևոր հնարավորությունը։ Ես այդտեղ մանրամասն բացատրել եմ աշխարհաքաղաքական այդ իրավիճակը, որը հիմա ձևավորվել է, այդ թվում նկատի ունենալով, որ Ռուսաստանը վերահսկում է հիմա Վրաստանը եւ Իրանը եւ ամբողջ Եվրասիայի մայրցամաքը եւ միայն Հայաստանն է, որ չի վերահսկում, ուստի ձևավորվել է պատմական հնարավորություն արևելք-արևմուտք այդ ամբողջ լոգիստիկ կապերը, որ նրա փոխարեն, որ Մոսկվան վերահսկի նաև Հայաստանում, Երևանը վերահսկի, որի շնորհիվ Վաշինգտոնի, Բրյուսելի, Լոնդոնի, Փարիզի, ինչպես նաև Անկարայի, Բաքվի, Պեկինի, Մոսկվայի համար Երևանը լինի կարևորագույն գործընկեր եւ
ուրեմն կողմ բանակցությունների սուբյեկտ ինքնիշխան, որը ինքը կկայացնի որոշումներ իր տարածքի հետ կապված, եւ սա շատ կարեւոր գործընթաց է։ Մենք նաեւ այդ հարցազրույցներում խոսել ենք այն վտանգների մասին, որոնք սպառնում են այդ նույն ծրագրին եւ ինքնիշխանությանը, որովհետեւ Ռուսաստանը, ցավոք ինչ որ ուժ է Ռուսաստանում, փորձում են այնպես անել, որ ներքին գործակալների միջոցով, 5-րդ շարասյունի միջոցով կարողանան խափանել սուվերեն պետություն ձևավորելու գործընթացը եւ դրա փոխարեն վերադարձնել իրենց իշխանությունը Երևանում, սրանով Հայաստանը դարձնել նորից գուբերնիայի կարգավիճակ ունեցող մի տարածքի եւ այդ ուղղությամբ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա թույլ չտանք, որովհետեւ դա լրջագույն խնդիր կլինի հայկական պետության համար, նաեւ Վրաստանի համար, որովհետեւ Վրաստանը կկորցնի իր շանսերը առհասարակ ազատվելու ռուսական այս ազդեցությունից եւ դա նաեւ իհարկե վերջնական կփակի առհասարակ տարածաշրջանում ժողովրդավարությունը, մեր հայրենիքը նույնիսկ դարձնելով մեր համար անհնար վայր ապրելու։ Ուստի հարգելի հայրենակիցներ, իմ այդ վերլուծությունների հետևանքում ես նաեւ ակտիվորեն գործել եմ։ Եվ մենք ձեր հետ պայմանավորվել էինք եւ մենք անում ենք դա, ես անձամբ ամեն ինչ եմ անում, ինչպես մենք պայմանավորվել ենք, որ վերլուծությունների, իրավիճակը մեկնաբանելու, իրավիճակի վրա հանրային ուրեմն կարծիք ձևավորելու ուղղությունից բացի, ակտիվորեն գործելու ենք դաշտում, ուրեմն ինչպես ասում են գետնի վրա, նրա համար, որ այդ նպատակները իրականացնենք, որովհետեւ զուտ վերլուծությունը առանց գործի անբավարար է իմ պատկերացումով։ Հիմա ինչ վերաբերում է գործին, ես հրավիրված էի Հայաստանի ուրեմն իշխանությունների եւ այդ կառույցների, որը կազմակերպել էին միջոցառումը կողմից, միջոցառմանը, որը կոչվում էր Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշ, որի նպատակն էր հոգևոր կյանքի ուղղությամբ լրջագույն քայլ անելը, սա առաջի այդպիսի նախաձեռնությունն էր, առաջի անգամ տեղի ունեցավ Հայաստանում եւ նմանվում է Միացյալ Նահանգներում ամեն տարի անցկացվող աղոթքի նախաճաշ այդ միջոցառմանը։ Ինքը իր պատկերացումով կրոնական միջոցառում չէր, բայց բաղադրիչներ ուներ կրոնական եւ այդտեղ մասնակցում էին տարբեր ներկայացուցիչներ տարբեր կրոնների, տարբեր համայնքների Հայաստանի, ինչպես նաեւ Հայաստանի իշխանությունների, բիզնեսի եւ ուրիշ ոլորտների ներկայացուցիչներ։ Քննարկումները տեղի էին ունենում ինչպես եւ վերաբերվում էին ինչպես կրոնական ազատությանը, այդպես էլ ընդհանուր առումով տարածաշրջանում ձևավորված իրավիճակին, քննարկեցինք նաեւ ակտիվորեն TRIP-ը, Թրամփի ուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար, ենթակառուցվածքների բացումը, առհասարակ քրիստոնեական արժեքների եւ մարդկային արժեքների, որի մաս է իհարկե քրիստոնեական արժեքները, այդ արժեքների կարեւորությունը, Հայաստանի համահունչ զարգացումը այդ արժեքներին եւ բացի դրանից մի շարք նաեւ կարեւոր հարցեր։ Ես պետք է նաեւ ձեզ ասեմ, որ այդ միջոցառմանը մասնակցելիս ես ուշադիր հետևել եմ, թե ինչպիսի գնահատականներ են տրվել, ինչպիսի քայլեր են արվել տարբեր ներկայացուցիչների կողմից եւ հաշվի առնելով, որ գլխավոր առումով այդ միջոցառումը միևնույնն է քրիստոնեական ուղղությունը ուներ, օրերս նաեւ ինձանից Christianity Today-ը, քրիստոնեությունը այսօր, պարբերականը միջազգային հեղինակավոր խնդրել էր, որ ես հարցազրույց տայի եւ ես այդտեղ մեկնաբանություն եմ իրենց տվել, որտեղ որ հստակ ասել եմ այդ ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկին, որը քրիստոնեության մասին հոդվածներ է պատրաստում, որտեղ որ նաեւ պետք է ասեմ, որ իմ հակառակ մոտեցումն է ֆիքսել ANC-ը, այսինքն Հայդատը, այսինքն նույն ինքը Հայ հեղափոխական դաշնակցության ամերիկյան բյուրոն, իսկ իմ մոտեցումները հստակ էին։ Ես այդտեղ ընդգծել եմ, որ այս գործընթացը, որը հիմա տեղի է ունենում Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուղղությամբ, դա որևէ դեպքում հալածանքներ չեն ոչ եկեղեցու, ոչ էլ եկեղեցականների, քահանաների
կամ հոգևորական գործիչների ուղղությամբ, այլ սրա նպատակն է ազատագրել մեր եկեղեցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին Կտրիչ Ներսիսյանից եւ իր փոքրիկ խմբակից, ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունների պետության գործունեությունը ունի մեկ նպատակ, եւ այդ նպատակն է ազատագրել հայ առաքելական Սուրբ եկեղեցին օտար պետության ազդեցությունից, որովհետեւ այդտեղ ասել են հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այսինքն հայկական եկեղեցին պետք է լինի միայն Հայաստանի Հանրապետության ազդեցության տակ, այլ ոչ թե որևէ ուրիշ պետության ազդեցության տակ։ Սա կարևորագույն հարց է, քաղաքական, եւ այդ առումով հստակ գնահատական եմ տվել։ Բացի դրանից ասել եմ, որ այս գործընթացը շուտապույտ կավարտվի, երբ Կտրիչ Ներսյանից եւ իր փոքրիկ խմբակից ազատվենք եւ իշխանությունները միտում չունեն եւ որևէ մեկը չի աջակցում այդ օրակարգին, որ իշխանությունները խառնվեն եկեղեցու, այսինքն կրոնական հարցերի մեջ, բայց ինչ վերաբերվում է քաղաքական հարցերին, ապա միայն Հայաստանի Հանրապետությանը եւ ոչ մի ուրիշ պետությանը հայ առաքելական եկեղեցին չպետք է լինի ազդեցության տակ։ Սա շատ կարևոր մաս է։ Եվ այդ պարբերականով գնահատականները նաև լրջագույն հիմք եղան նրան, որ այդ միջոցառման ժամանակ աղոթքի նախաճաշի ես տեսա, որ արվեցին մի շարք կարևոր սխալ հայտարարություններ միջազգային հյուրի կողմից։ Նկատի ունեմ Ասիֆ Մահմուդը, որը Միացյալ Նահանգներից եկել, որը իսլամական գործիչ է, միևնույն ժամանակ ինքը ուրեմն կրոնի ազատության կոնգրեսի հանձնաժողովի փոխնախագահն է եւ իր ելույթում ճիշտ է մեղմ, սա ընդգծում եմ, բայց խոսել է նրա մասին, որ իշխանությունները չպետք է խառնվեն եկեղեցու գործերի մեջ, ինչպես նաև ասել է, որ հնարավորության դեպքում պետք է ազատ արձակվեն բոլոր այն քահանաները, որոնք ձերբակալել են։ Ես շատ ուղիղ եւ անկեղծ ձեզ պետք է ասեմ, եւ սա ասում եմ առաջի անգամ հանրային, որովհետեւ սրա հնարավորությունը հանրային ասելու չեմ ունեցել, չեմ համարել, որ սրանով պետք է նաեւ կիսվեմ Facebook-ում կամ որևէ տեղ, բայց ձեզ շատ ուղիղ ասում եմ, նաեւ տեսել եմ իհարկե Նարեկ Կարապետյանի հետ Ասիֆ Մահմուդի հանդիպումը եւ այն թե ինչպես փորձեցին օգտագործել այդ նկարները եւ այդ հանդիպումը իրանց սեփական ուրեմն օրակարգի նպատակով այդպես կոչված մեր ձևով շարժման այդ ներկայացուցիչները, ես հարկ եմ համարել, որ պարոն Մահմուդին մանրամասն տեղեկացնեմ, թե ինչպիսի իրականություն է։ Եվ ես միջոցառման երկրորդ օրը առավոտյան նախաճաշից սկիզբը ունեցել եմ երկար, մոտ 20 րոպեից ավել քննարկում, երկուսով էինք միայն, այդպիսի ձևաչափով, պարոն Մահմուդի հետ, որտեղ որ մանրամասն բացատրել եմ իրեն, որ ոչ թե իշխանությունները կամ Հայաստանը ներխուժում եկեղեցու գործերի մեջ, այլ Հայաստանը ներխուժում է ազատագրելու եկեղեցին օտար պետության ներխուժումից, եւ եթե Հայաստանը չներխուժի դա որ անի, որ ազատագրի այդ եկեղեցին, մեր եկեղեցին այդ ազդեցությունից, ապա այդ ազդեցությունից ազատվելը անհնար կլինի մեր եկեղեցու համար։ Եվ ինքը սա ընկալեց։ Բացի դրանից, ես մանրամասն տեղեկատվություն իրան տվեցի քաղաքացի Գալստանյանի, Աջապահյանի եւ Պրոշյանի, ինչպես նաեւ մնացած քահանաների ձերբակալության պատճառների եւ կոնկրետ տվյալների մասին։ Ինչը վերաբերվում է քաղաքացի Գալստանյանի դեպքում քաղաքականություն մտնելու եւ ահաբեկչության պատրաստելու այդ գործընթացը, որի մասին ազգային անվտանգության ծառայությունը հստակ հանրային տեղեկատվություններ է տարածել, բավարար ապացույցներ եւ պետք է իհարկե այդ գործընթացը դատական վճռով ավարտվի, բայց ընդհանուր առումով հասկանալի է թե ինչում է պատճառը իր կալանավորման։ Նույնը վերաբերվում է հարգելի հայրենակիցներ քաղաքացի Աջապահյանին իր կոչերի մասին պետական իշխանությունը տապալելու, սահմանադրական կարգը տապալելու ես տեղյակ պահեցի պարոն Մահմուդին, միևնույն ժամանակ տեղյակ պահեցի քաղաքացի Պրոշյանի կողմից
ուրեմն իրեն ենթակա քահանաներին ստիպելը մասնակցեն ընդդիմադիր այդ գործունեության շարժումի նկատի ունեմ ցույցերի մեջ եւ բացատրեցի, որ սա հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Միևնույն ժամանակ ես հետաքրքրվեցի, թե որտեղից պարոն Մահմուդը ունի այս տեղեկատվությունները, որ անօրինական հալածանքներ են տեղի ունենում, ուրեմն ձերբակալություններ, եկեղեցու դեմ գործունեություն Հայաստանում եւ այլն եւ այլն, եւ ես ուզում եի հասկանալ, թե որտեղից է այս տվյալները։ Եվ այս տվյալները ունի ըստ իրեն մեկ կոնկրետ աղբյուր։ Եվ ես չեմ զարմացած, ես ակնկալում էի դա եւ սպասում էի, որ դա ինքը կասեր եւ ասաց. ANC-ը, այսինքն Հայդատը Միացյալ Նահանգներում, որը բացահայտ ծավալում է հիմա գործունեություն Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև օգոստոսի 8-ի այդ երկկողմ եւ եռակողմ կարևորագույն պարտականությունների եւ համաձայնությունների դեմ, որը պաշտպանում է կտրիչ Ներսիսյանին եւ իր փոքրիկ խմբակին, որովհետեւ դա իրենց քաղաքական ուժն է կտրիչ Ներսիսյանը, որովհետեւ իրենք միասին սպասարկում են KGB-ի շահերը, սպասարկել են եւ ուզում են շարունակել սպասարկել։ Ես պարոն Մահմուդին հարց ուղղեցի. արդյոք ինքը տեղյակ է, որ Հայդատը իրականում հայ հեղափոխական դաշնակցության մաս է եւ Հայաստանում ընդդիմադիր ուժ է։ Ոչ, ինքը տեղյակ չէր։ Արդյոք ինքը տեղյակ է, որ հայ հեղափոխական դաշնակցությունը դա այն ուժն է, որի անդամներին ձերբակալել են քաղաքացի Գալստանյանի հետ միասին ահաբեկչություն նախապատրաստելու այդ գործընթացում։ Ոչ, ինքը տեղյակ չէր։ Եվ պատկերացրեք ինչքանով զարմացած էր պարոն Մահմուդը, որ ինձ ասեց. խնդրում եմ ապացուցես, որ Հայդատը եւ հայ հեղափոխական դաշնակցությունը դա մեկ կառույց է։ Եվ ես ապացուցեցի դա հենց պաշտոնական էջերը ցույց տալով իրենց եւ ցույց տալով ինչքան փոխկապակցված են եւ ուղղակի տարբեր անվանումներ են օգտագործում։ Իհարկե հայերը բոլորը գիտեն, որ դա նույն կառույցն է, հայ հեղափոխական դաշնակցությունին պատկանող Հայդատը, բայց արտասահմանցի մեր գործընկերները չգիտեն նրա մասին, որ Հայդատը օգտագործում է իր սեփական ազդեցությունը ներքաղաքական եւ օտար պետության շահերը անցկացնելու համար։ Եվ պարոն Մահմուդը դրանից հետո շատ զարմացած էր եւ խոսք տվեց ինձ, որ շատ ուշադիր կլինի իր հայտարարություններին, որովհետեւ հասկացավ, որ այստեղ մի ուրիշ գործընթաց է տեղի ունենում, որի մասին ինքը այդքան էլ լավ տեղյակ չէր։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, գործընթացի ներսում այդ միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ընդունելություն եւ քննարկումների զուգահեռ տարբեր թեմաների շուրջ խոսում էինք բնակչության աճի թեմայի շուրջ, խոսում էինք կարևոր կանանց դերի մասին առհասարակ պետության զարգացման հարցի մեջ, խոսում ենք անվտանգային մթնոլորտից, արժեքահամակարգից առհասարակ, փոքրամասնությունների նկատի ունենալով խոսքին եզդիական համայնքի ներկայացուցիչն էր խոսում, կրոնական տարբեր խմբերի ներկայացուցիչներ էին խոսում, այդտեղ տարբեր մարդիկ էին գտնվում, խոսքին հրեական համայնքից կային, արտասահմանից հայեր կային, այդտեղ իհարկե կար նաև հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները, հայ ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչները եւ այլն եւ այլն եւ ուրիշ։ Այդ մթնոլորտը նաև ցույց տվեց, ինչքանով Հայաստանի իշխանությունները միտված են կրոնական ազատությունները պաշտպանելու եւ իհարկե կարևորագույն դերը ընդգծվեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու, որի ազատագրումը պետք է բերի նրան, որ այդտեղ հոգեվոր կյանքը վերսկսվի։ Հիմա ինչ վերաբերվում է նաև միջոցառման մնացած հատվածներին, ապա տեղի ունեցավ երեկոյան ընդունելություն վարչապետի անունից եւ իր ելույթը նաև հետաքրքիր էր հանրային իր էջի վրա դուք կարող եք տեսնել այդ ելույթը, իհարկե կային հատվածներ, որոնք շատ կարևոր էին իմ պատկերացումով, ինչպես նաև երկրորդ օրը հենց բուն նախաճաշը, որը տեղի ունեցավ,
այդտեղ հնարավորություն էր, որ այդ տարբեր կրոնների ներկայացուցիչները ելույթ ունենային, տարբեր քաղաքական հասարակական գործիչները։ Ես ընթացքում նաև ծանոթացել եմ բազում մարդկանց հետ, բազում մարդիկ այդ միջոցառումը ընթացքումից ճանաչել են եւ մոտեցել են, խոսել ենք, անձամբ իրար արդեն ճանաչում ենք, շփվել ենք եւ ունեցել ենք հնարավորություն քննարկել տարբեր կարևոր հարցեր։ Դա եւս մեկ անգամ ինձ ցույց տվեց կարևորությունը այսպիսի անձամբ շփվելու եւ հարգելի հայրենակիցներ, միջոցառման վերջի հատվածը նախատեսված էր Մայր Աթոր Սուրբ Էջմիածին այցին, որում միջազգային հյուրերին էին միայն հրավիրել, հաշվի առնելով, որ ես Վրաստանից եմ, ես նաև փաստացի հրավիրված էի, բայց իհարկե ես չմասնակցեցի այդ հատվածում, չհանդիպեցի կտրիչ Ներսիսյանին եւ այդպես կոչված arczepiskopos Նաթանին, որովհետեւ ես դրանում որևէ նպատակ չեմ տեսել, որևէ ցանկություն դրա չեմ ունեցել, այնինչ կարծիքի եմ ես իրենց մասին հանրային եմ ասում եւ նաեւ գնալով խմբի հետ միասին Մայր Աթոր Սուրբ Էջմիածին, այո, այդտեղ զբոսնեցի մեր տաճարի շուրջ, եղա տաճարում իհարկե Սուրբ Էջմիածնի եւ տաճարի դրսից տեսել եք, որ նաեւ տեսահոլովակ եմ տարածել, փոքրիկ ելույթ, որտեղ որ ասում եմ հստակ, որ Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը մեր սրբության սրբոցը պետք է ազատագրենք կտրիչ Ներսիսյանից եւ իր փոքրիկ խմբակից։ Պետք է հստակ ընդգծեմ, որ երբ քաղաքացի կտրիչ Ներսիսյանը ինձ խոստացավ իր ժամանակ եւ այդ ժամանակ ես իրան այսպիսի բառապաշարով չէի դիմում, ամենաբարձր հարգանքով էի դիմում, 7 տարի առաջ ընդունել ինձ, որովհետեւ կար մի շարք կարևոր հարցեր քննարկելու, ապա ինքը այդ խոսքը իր չկատարեց, ինքն է այդ խոսքը տվել եւ ես սպասում էի երկար ամիսներ, որ դա տեղի ունենար։ Գալիս էի Հայաստան եւ սպասում էի երկար ամիսներ եւ Նաթանն էր հենց այն մարդը, ում կտրիչ Ներսիսյանը հանձնարարել էր, որ այդ հանդիպումը կազմակերպեր եւ ես բազում անգամ իր այդ կապնվել եմ եւ վիրավորանքից բացի որևէ բան չեմ լսել, այն դեպքում, երբ ես որևէ հայտարարություն արած նույնիսկ չունեի, ես ուղղակի մտահոգված էի այն իրավիճակով, որը տիրում էր Վիրահայոց թեմում հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ ուզում էի անկեղծորեն այս հարցերը քննարկել, այլ ոչ թե հանրայնացնել, որովհետեւ մտահոգված էի մեր եկեղեցու հեղինակության հետ։ Բայց իմ համար պարզ դարավ ամեն ինչ եւ այդ վիրավորանքները, այդ մոտեցումը, այդ սեփական խոսքը չկատարելը եւ այն իմ դեմ ուղղված գործունեությունը, որը ծավալվեց դրանից հետո զուգահեռ դրա իհարկե ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի կողմից, դա առանձին հարց է, որ ես չկարողանայի այս հարցերը քննարկել եւ բարձրաձայնել ինչպես պետք էր, կախված Վիրահայոց թեմի հետ։ Դրանից հետո ինձ պարզ դարավ եւ երբ Նաթանը այդտեղ ասաց ես եւ հայրս միասին էինք հենց Էջմիածնում այդտեղ 7 տարի առաջ եւ սպասում էինք նորից, որ մեզ ընդուներ, կատարեր իր խոսքը, երբ Նաթանը ասաց, որ Գեորգի դու ես որոշողը, դու մի ասա մեզ ինչ ենք անելու, նկատի ունենալով իմ այդ հանդիպումը, չնայած նրա, որ ես իրան ասացի, դա ես չեմ որոշել։ Կտրիչ Ներսյանը հիմա եմ իրան այսպես դիմում, այն ժամանակ ուրիշ ձև էի դիմում, այդ խոսքն է տվել եւ դրանից ավել խոսք չէր տվել, բայց առնվազն ես ակնկալում էի, որ կհանդիպենք, կխոսենք եւ հարցերը կկարողանանք լուծել։ Բայց դա տեղի չունեցավ եւ հետաքրքիր է, Նաթան, որ հիմա այնպես է պատահել, որ այդ թվում ես էլ եմ օգտագործվում մեր Սուրբ եկեղեցին ազատագրելու գործում, օգտագործվում Արարչի կողմից։ Ես ուրիշ ձև չեմ պատկերացնում, որովհետև համարում եմ, որ սա պատմական կարևորագույն առաքելություն է եւ բոլոր այն մարդիկ, ով ներգրաված են այս գործի մեջ, տարբերություն չկա ով, իրանք գործիք են, բոլորս մենք գործիք ենք մեր եկեղեցուն ազատագրելու
հոգևոր այս մեծագույն առաքելությունում։ Եվ ես այստեղ պետք է մեծագույն շնորհակալություն հայտնեմ ձեզ իմաստուն հայ ժողովուրդ, որովհետև առանց ձեր աջակցության սա անհնար կլիներ։ Դուք աննախադեպ համառ քայլ կատարեցիք աջակցելով այս շատ դժվար, շատ բարդ, բայց պատմական, կարևորագույն գործընթացին, դուք այդքան իմաստուն եք, որ չխաբնվեցիք Ռուսաստանի գործակալների, KGB-ի գործակալների ծրագրին, օգտագործել մեր եկեղեցին, մեր տաճարները, մեր հոգևորականի զգեստը, մեր խաչը հոգևորականի, մեր ազգի դեմ, քաղաքականացնել մեր եկեղեցին եւ դարձնել կարևորագույն քաղաքական գործիք, այնինչ իրանց նպատակն էր։ Ձեր շնորհիվ սա չստացվեց։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, ես մեկնեցի, ինչպես խոստացել էի նաև եւ մասնակցեցի Վայոց ձորի շրջանի Խաչիկ գյուղում Սուրբ եւ անմահ պատարագին, որում գիտեք, որ նաև ներկա էր եւ մասնակցում էր, ինքը դրա մասին հանրային էր ասել, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև մասնակցում էր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Եվ ես սիրով միացա այդ պատարագին, այլ ոչ թե որևէ կոնկրետ անձնավորությանը, որովհետև այդ պատարագում մեր բոլորիս ընդհանուր մասնակցությունը եւս մեկ անգամ քայլ էր մեր եկեղեցու ազատագրման գործընթացում։ Եվ ես սիրով այդտեղ ողջունեցի պարոն վարչապետին, որովհետև ինքը մեծագույն հիմա կարևորագույն գործ է անում եկեղեցին ազատագրելու գործում, այդ գործընթացում, եւ ես առհասարակ համարում եմ, որ ինչով հնարավոր է, ես աջակցելու եմ այս գործընթացին պետականության զարգացմանը։ Իմ համար ամենակարևորը պետության զարգացումն է։ Ես նաև օրերս իմ ելույթներից, տեսահոլովակներից մեկում ասացի, իմ նպատակն է հզոր հայկական պետություն։ Խնդրում եմ բոլորին, որ ուրիշ նպատակ այդտեղ չփնտրեն, չպատկերացնեն, որովհետև ես հստակ եմ ասում, իմ նպատակն է հզոր հայկական պետություն։ Ես օգնելու եմ, մասնակցելու եմ բոլոր ծրագրերում, որը ուղղված է հզոր հայկական պետություն կառուցելուն եւ դեմ եմ լինելու բոլոր այն ծրագրերի, որոնք ուղղված են հայկական պետության թուլացմանը եւ ինքնիշխանության ուրեմն նվազեցմանը։ Եվ սա անելու եմ ակնհայտորեն այս գալիք ընտրությունների ընթացքում։ Ապագայում թե ինչպիսի մասնակցություն կունենամ Հայաստանի ներքաղաքական գործընթացներում, դա ապագայի հարց է։ Բայց ակնհայտորեն այս ընտրություններում պետք է մենք տանենք կարևորագույն հաղթանակ, մենք ասելով նկատի ունեմ իհարկե ինքնիշխան Հայաստանի աջակիցներին եւ այն մարդկանց, ով պատկերացնում են, որ Հայաստանը պետք է լինի անկախ եւ ինքնիշխան, առաջերտին իհարկե խոսք է գնում ինքնիշխանությունը ամրապնդելու հարցին հենց Ռուսաստանից, որին հանձնել էր նախկին հանցագործ ռեժիմը Հայաստանի իշխանությունը։ Եվ հարգելի հայրենակիցներ, մասնակցելով այդտեղ պատարագին, ես տեսա այն ջերմ վերաբերմունքը, որի մասին խոսում էի նաև, մի փոքր հատված դրա նաև տարածել եմ իմ Facebook-յան եւ YouTube-յան ալիքներում, բայց այդպիսի մոտեցում, այդպիսի ջերմություն, այդպիսի դեպքեր հարյուրավոր են տեղի ունեցել վերջի այս շաբաթների ընթացքում, երբ ես գալիս եմ Հայաստան մասնակցելու տարբեր միջոցառումներին, պատարագներին եւ այլն։ Ուստի այս ձեր ջերմ վերաբերմունքը, հարգանքը, վստահությունը շատ լուրջ հիմք է եւ կարևորագույն պատասխանատվություն իմ համար, որ մենք ձեր հետ միասին կարողանանք կատարել մեր այդ գլխավոր նպատակը եւ մեր ջանքերը ուղենք այդ ուղղությամբ։ Դա իհարկե հզոր հայկական պետություն կառուցելն է։ Եվ մենք դա անելու ենք։ Եվ ես Վայոց ձորում այդտեղ նաև իհարկե ուսումնասիրեցի, մենք ձեր հետ առանձին սրա մասին կխոսենք,
տեղում ստեղծված իրավիճակը։ Նույն Խաչիկ գյուղը ունի ռազմավարական նշանակություն։ Արենից հետո միակ գյուղն է, միակ բնակավայրը, որը պահում է հսկայական տարածք հայ-ադրբեջանական սահմանին, գիտեք, Նախիջևանի ուղղությունով։ Այդտեղ Խաչիկ գյուղի օրինակով գյուղը ամրապնդելը, զարգացնելը, բնակավայրը, ինչպես նաև այնպիսի տնտեսական, անվտանգային, ռազմավարական ծրագրեր ունենալը, որը կկայունացնի, կզարգացնի Վայոց ձորը, ինչպես կարևորագույն շրջան, կապող կենտրոնը, սիրտը մեր պետության, ոչ միայն մայրաքաղաքը, այլ նկատի ունեմ բոլոր կարելի ասել շրջանները Սյունիքի հետ, դա հենց Վայոց ձորն է։ Վայոց ձորի նշանակությունը ահռելի է, բայց այդտեղ ցավոք ապրում է միայն մոտավորապես 50,000 մարդ, ինչը շատ քիչ է նրա համար, որ այսպիսի մարզ կարողանա ակտիվ զարգանալ, եւ մենք պետք է իհարկե մտածենք, աշխատենք այն ուղղությունով, թե ինչպիսի ռազմավարական ծրագրերի շնորհիվ հնարավորություն կլինի ամրապնդել այդտեղ բնակչությունը, որ ավելի զարգանա տնտեսությունը եւ աճի բնակչության քանակը, պահպանված լինի սահմանը եւ ընդհանուր առումով Վայոց ձորի ենթակառուցվածքները լինեն ամուր եւ պինդ, որովհետեւ այդ հարցերի շուրջ մենք ձեր հետ նորից խոսելու ենք արդեն ուրիշ ձևաչափով եւ ասեմ ձեզ, որ ես ընդհանուր առումով այս փուլում արվածով գոհ եմ, որովհետեւ տեսա այդտեղ բազում շինարարություն վերաբերվող այդ պետական ծրագրի հետ, տների կառուցման եւ այլն, վարչապետը տեսա, որ նաեւ այցելեց այդ տները, ծանոթացավ 16 միլիոնի այդ ծրագրին եւ այլն, բայց պետք է ասեմ հստակ, որ իմ պատկերացումով դա ճիշտ քայլեր են, բայց ոչ բավարար։ Պետք է շատ ավելի էֆեկտիվ դարձնել հայկական պետության կառավարումը։ Դա իհարկե ապագայի հարց է։ Այս փուլում պետության կայունացման, կայացման, ինքնիշխանության ամրապնդման հարցն է դրված օրակարգում, բայց այդ ինքնիշխան պետության նպատակը եւ ամենակարևոր առաքելությունը նաեւ պետք է լինի իհարկե էֆեկտիվ կառավարման համակարգ ձևավորելը, որը կկարողանա ամրապնդել Հայաստանում ամբողջ պետական համակարգը։ Եվ դա վերաբերվում է իհարկե մարզերի կառավարմանը, բնակավայրերի կառավարմանը, սահմանների կառավարմանը եւ առհասարակ ամեն մի անձնավորություն, ամեն մի քաղաքացի պետք է լինի պետության ուշադրության ներքո, նկատի ունենալով, որ պետությունը պետք է հոգ տանի ամեն մի քաղաքացու համար առանձին, սա պետության ամենամեծ պատասխանատվությունը, բայց ամենաբարդ գործն է իրականացնելու, որովհետև պետական կառավարման համակարգի էֆեկտիվությունը պետք է ուղիղ ասել Հայաստանում այսօր շատ ցածր մակարդակի վրա է։ Իհարկե կայանում է եւ ես գոհ եմ, որ այդ ուղղությունով կան լրջագույն քայլեր, բայց մենք նաեւ ձեր հետ միասին այդ ուղղությունով խոսելու, աշխատելու, վերլուծելու ենք, դա ուրիշ հարց է։ Ընդհանուր առումով պետք է իհարկե հասկանալ նույն Վայոց ձորում ինչպիսի ռազմավարական ծրագրեր պետք է տեղի ունենան, հատկապես որ այդտեղ կա ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ, ճանապարհներ կապող մեզ Սյունիքի հետ եւ Սյունիքի կարեւորության մասին մենք ձեր հետ շատ անգամ խոսում ենք միջազգային առումով, աշխարհաքաղաքական առումով, ուստի հայկական պետությունը պետք է այդ տարածաշրջանի հանդեպ առանձնահատուկ ուշադրություն դարձնի։ Հարգելի հայրենակիցներ, պետք է ասեմ, որ ես տպավորված եմ նաեւ ստեղծված այդ մթնոլորտով, որը կա հիմա հանրությունում եւ դրա վառ օրինակը նաեւ այն էր, որ արդեն մենք ձեր հետ միասին կարելի է ասել, որ Վայոց ձորի թեմն ենք ինչ որ առումով ազատագրել։ Գիտեք, որ Աբրահամ Սրբազանը, Վայոց ձորի թեմի առաջնորդը, մասնակցեց պատարագին, որը այդտեղ մատուցվեց Խաչիկ գյուղում։ Եվ պետք է հստակ ընդգծեմ, որ ամենակարևորը այն էր, որ կտրիչ Ներսիսյանի անունը պատարագի ընթացքում չի հնչել։ Եվ սրանում մասնակցելը ոչ միայն քահանայի կողմից, այլ նաեւ եպիսկոպոսի կողմից, Վայոց ձորի թեմի առաջնորդի կողմից մեծագույն գործ է եւ քայլ առաջ մեր եկեղեցին ազատագրելու գործում։ Եվ մենք
ակտիվորեն շարժվում ենք այդ ուղղությամբ եւ համոզված եմ, որ շուտապույտ այս գործընթացը կավարտվի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրումով, այս թեման կփակենք եւ կվերադառնանք եւ ավելի շատ կխոսենք հայկական պետության էֆեկտիվության, պետական կառուցման եւ զարգացման մասին, ինչը շատ ավելի կարեւոր քայլեր են, հարցեր են, քան Կտրիչ Ներսյանի մասին այսքան հաճախ խոսելը։ Վերջում պետք է եւս մեկ անգամ ես բոլորիդ հայտնեմ շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, ես փորձում եմ բոլորիդ անձամբ արձագանքեմ, փորձում եմ բոլորիդ շնորհակալություն անձամբ հայտնեմ մեկնաբանություններում, նաև փորձում եմ եւ փորձել եմ ինչքան հնարավոր էր ձեր ընկերության առաջարկը Facebook-ում նաև ընդունեմ, բայց հիմա հաշվի առնելով, որ այդ վերին շեմին եմ հասել, դրա հնարավորություն չկա, ամեն դեպքում դուք կարող եք բաժանորդագրվել եւ գրեք ինձ, այդ թվում անձնական նամակներում որևէ խնդիր չի լինի, ես միևնույնն է կտեսնեմ եւ կարձագանքեմ ձեզ, ուստի տարբերություն չկա, դուք բաժանորդագրված եք, թե ընկերներում եք, որտեղ որ ուղղակի ֆիզիկապես էլ տեղ չկա, հաշվի առնելով Facebook-ի 5000 ընկերոջ այդ սահմանափակումը։ Բայց հարգելի հայրենակիցներ, ես մաքսիմալ բաց եմ եւ ինչքան անհրաժեշտություն լինի, ինչքան հնարավորություն կա, ես ձեր հետ կապի մեջ եմ, արձագանքում եմ ձեր նաև մեկնաբանություններին, բայց այստեղ ընդհանուր արձագանք եմ։ Սիրելի հայրենակիցներ, ես շատ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ։ Իրոք շատ շնորհակալ եմ եւ ես խոստանում եմ, որ այդ աջակցությունը օգտագործելու եմ ի նպաստ հայկական պետության, հայ ազգի, մեր ընդհանուր շահերի, ի կայացման ինքնիշխան Հայաստանի եւ ես շնորհակալ եմ, որ դուք հասկանում եք, որ ես գործում եմ ինքնուրույն։ Սա շատ կարևոր է, ինքնուրույն։ Ես որևէ մեկի աջակից չեմ։ Եթե տեսնում եմ, որ որևէ մեկին աջակցել է պետք, իսկ հիմա դա վարչապետ Փաշինյանն է, իր քաղաքական ուժն է, եւ բոլոր այն ուժերը, որոնք օգոստոսի 8-ով հայամետ եւ արևմտամետ քաղաքականություն են վարում, ապա ես դա անելու եմ։ Եվ լինելու եմ այնտեղ, որտեղ որ պետք եմ ազգիս եւ պետությանը։ Եվ անելու եմ ամեն ինչ անհրաժեշտ է ձեր աջակցության շնորհիվ։ Առանց ձեր աջակցություն ես որևէ բան անել չէի կարողանա։ Ուստի ձեր աջակցությունն է հիմքը եւ դուք բոլորդ փայատերեք մեր այս ընդհանուր գործընթացի եւ այն բոլոր հաղթանակների, հետևանքների, որը մենք միասին կարձանագրենք։ Եվ խնդրում եմ ձեզ, որ զգաք հենց ձեզ փայատեր բոլոր այն գործունեությանը, որը դուք տեսնում եք, ես ծավալում եմ, որովհետև դա ծավալում եմ ոչ թե ես, այլ մենք միասին։ Եվ ասելով մենք, բա ում հետ ենք մենք։ Ոչ մեկի հետ չենք, մենք պետության կողքին ենք, ազգի շահերն ենք սպասարկում եւ պետականության կառուցման ինքնիշխանության շահերը։ Դուրս գանք այդ մտածելակերպից։ Զարգանանք քաղաքական առումով։ Հասկանանք, որ այդ որևէ կանները, որ ասում են սրա կան, նրա կան եւ այլն, դա ճիշտ մտածելակերպ չէ։ Հասկանանք, որ անձնավորություններ գոյություն ունեն, որոնք սեփական օրակարգով են գործում եւ այդ օրակարգով հավատանք նրան եւ ես տեսնում եմ դա ձեր կողմից։ Տեսնում եմ դա եւ շատ գոհ եմ, որ դուք հավատում եք դրան եւ այո, հավատանք, որ կան արդար, անկեղծ մարդիկ, որովհետեւ հայ ազգը պետք է որ ծներ այդպիսի մարդիկ։ Ոչ միայն այնպիսի, ինչպիսիք մենք նախկինում տեսել ենք։ Ոչ միայն այդպիսի պետականադավ հայ ազգի շահերի դեմ ուղված, իրանց սեփական շահերը սպասարկող, կոռուպցիոն, գողացող, պետության եւ ժողովրդի դեմ, ժողովրդին արհամարող, ժողովրդից բարձր իրան զգացող մարդիկ, այլ հայ ազգը պետք է ծներ եւ ծնում է մարդկանց, ով մտածում է պետության կայացման, ազգի կայացման, ազգը համախմբելու, հարստացնելու, զարգացնելու, միջազգային առումով Հայաստանը հզոր պետություն կայացնելու, հայկական սփյուռքը ամրապնդելու եւ իհարկե հզոր պետություն, հզոր առաջնորդներ, հզոր իշխանություն
ձևավորելու մասին, հզոր միջազգային դաշնակիցներ ձևավորելու մասին։ Եվ այդ մարդիկ պետք է որ լինեն, եւ ես տեսնում եմ, որ այդ ուղով ենք շարժվում, եւ ես փորձում եմ ես էլ այդպեսին լինեմ, բաց մեր հանրության հետ։ Ես հարյուրավոր, հազարավոր մարդկանց հետ վերջի ամիսների ընթացքում ուղիղ շփվեցի Հայաստանում, այդ իմ այցերի ընթացքում, եւ ես ուրախ եմ, որ նոր սերունդը, որի մաս եմ ես նաեւ, ես անձամբ փորձում եմ եւ լիարժեք բաց եմ բոլորի հետ հանդիպելիս, քննարկելիս, ինչու, որովհետեւ մենք ոչ թե ժողովրդից բարձր մեզ պետք է զգանք ինչպես այն դավաճանները, որոնք նախկինում դա արել են, այլ մենք եւ ես անձամբ ժողովրդից մեկն եմ, ժողովրդի մասն եմ, ձեզանից եմ գալիս եւ ձեր աջակցությունն է հիմք, որ ես հասնում եմ այս առաջընթացի, այս աջակցության, այս գործընթացի, այս ազդեցության, ձեր շնորհիվ է դա, ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնի, ոչ մի կոռուպցիոն համակարգի, ոչ մի օլիգարխի, այլ ձեր հայ ժողովրդի աջակցության եւ արդար վերաբերմունքի շնորհիվ է։ Եվ սա է տարբերում մեզ եւ ինձ, եւ ես ուրախ եմ, որ վարչապետն էլ է հենց այդպիսին։ Տեսնում, որովհետև գալիս եւ նայում եմ, տեսնում եմ ինչպես է մարդկանց հետ շփվում։ Հեռուստաընկերությունների միջոցով տեսածը ինձ չի բավարարում։ Ես անձամբ եմ ուզում տեսնեմ, ինչպիսին է իր վերաբերմունքը քաղաքացիներին եւ տեսնում եմ ինչպիսի ուղղակի եւ ջերմ է, եւ դա շատ լավ է։ Դա առաջի անգամ է, որովհետև իշխանությունը չպետք է ժողովրդից բարձր լինի, բարձր իրան զգա, այլ հակառակը ժողովրդի մի մասն է իշխանությունը եւ ժողովրդի միջոցով է, շնորհիվ է, որ իշխանությունը կամ հանրային գործիչները, ես եւ ոչ միայն ես, ուրիշ տարբեր մարդիկ նաեւ ձեր աջակցության շնորհիվ են, բայց ես խոսելով իմ մասին պետք է ասեմ, որ ձեր աննախադեպ այս աջակցությունը եւ ջերմ վերաբերմունքը շատ բարձր գնահատական է իմ հանդեպ եւ ես խոստանում եմ նորից, որ պատվով եմ կատարելու այդ ամենը ձեր աջակցությամբ։ Շատ շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, կհանդիպենք ինչպես այստեղ, այդպես էլ անպայման անձամբ, բաժանորդագրվեք մեր էջի վրա, Facebook-ի, YouTube-ի, կհանդիպենք, ստեսություն։